շատ անգամ ծանոթ վերնագիր է, ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Էսի ամիսներով իմ սրտի մեջ ֆռում է սենց, ես փնտրտում եմ ինչա ճշմարտությունը, հետո հասկացա ով է ճշմարտությունը։ Ճշմարտությունը դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, ժողովուրդ ջան։ Գիտեք, ահավոր ցավ եմ ապրում, որ տեսնում եմ քրիստոնյա քույր եղբայրները Հիսուս Քրիստոսի մեջ բոլորը չէ, մեծամասնությունը տխրության, վախերի, տանջանքների, հիվանդությունների, սես բաների մեջ են, անդադար ու տառապում են, որ անհավատին հարցնում ես, ասում է, հենա դուք ինչով եք տարբերվում, որ դուք էլ գնում եք եկեղեցի, ամեն ինչ անում եք, ոչ մի փոփոխություն չկա ձեր մոտ, նույն եք էլի, բայց ես հավատում եմ գոյություն ունի ճշմարտություն, ժողովուրդ ջան, ես հավատում եմ, որ ճշմարիտ Աստծո զավակը, դուստրը, ինքը իրավունք չունի այդ վիճակում լինի, ես հասկացել եմ, եթե մենք այդ վիճակում ենք, մենք իրական ճշմարտությունը չենք ճանաչում, կներեք, որ սենց եմ ասում, նույնն էլ ես ագին ժամանակ չեմ հասկացել, գնալով հասկանում եմ, ու ինչքան հասկանում ես, այնքան գալիս է մեջդ Սուրբ Հոգու պտուղը, ուրախություն, խաղաղություն, սեր, ամեն ինչ, անկախ ամեն իրավիճակից, դու ինչի մեջով ես անցնում, հեսա մենք մի քանի տեղ կարդանք Աստվածաշնչից, որտեղ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ոնց է մեզ բացատրում, ոնց հասկանանք ճշմարտությունը, ինչ է ճշմարտությունը, ու ճշմարտությունը, երբ որ ճանաչենք, մենք ազատ կլինենք ամեն ինչից, վախերից, կասկածներից, տառապանքներից, հիվանդություններից, ամեն բաներից, Տերը մեզ ազատ է արձակել, ոչ թե արձակելու, արձակել է արդեն, բայց քանի որ մեր կյանքը քրիստոնյայի գործում է միայն հավատքի վրա, մեզանից մենակ հավատք է սպասվում, բայց կան ինչ-որ մի քանի կետերել մեր կյանքում, որ եկել է անցյալից, որ դրանք պատնեշ են, հաստ պատեր են, մեր ու Աստծո միջև, ու չեն թողում, որպեսի, որ այդ օրհնությունները հոսա մեր կյանք, գա մեր կյանք լցվի, ու մեզ ազատ արձակի, ու մենք ազատ քայլենք փառքի մեջ, ճիշտ է մեր Տերն ասես կլինեն փոթորիկներ, դժվարություններ, ամեն ինչ, բայց երբ որ դու ճշմարտությունը ճանաչում ես, քայլում ես ճշմարտության հետ, քեզ ոչ մի բան չի կարող խանգարի։ Դու գիտես, որ Քրիստոսը քո մեջ է, Սուրբ Հոգին քո մեջ է։ Մենք շատ ժամանակ չենք էլ պատկերացնում, մենք հոգով, ինչ որ հիմա մենք խոսում ենք, հոգով նայեք, ժողովուրդ ջան, ֆիզիկապես մի նայեք։ Մենք հոգով ով ենք Քրիստոսի մեջ, մենք չգիտենք մեր էությունը, երբ որ ճանաչենք մեր իդենտիտետը, մեր էությունը, այդ ժամանակ շատ բան է փոխվում, լրիվ փոխվում է, ամեն բան փոխվում է մեր կյանքում, ամեն բան, որովհետև իմ մոտ գալիս են իմ կլիենտները շատ անհավատ մարդիկ, ես իրանց Հիսուսի մասին եմ խոսում, իրանց ասում եմ դուք ճշմարտությունը չգիտեք, դրա համար սենց տխուր եք, հիվանդ եք, տկար եք, էս եք, են եք, իրանց ճշմարտությունը բացատրում եմ, աղոթում եմ, ուրախությունով գնում են ցնծալով հետ են գալիս, էլի գնում են, հետո զանգում են, ասում են, ինչ որ ցավեր ունեմ, ատամս ցավում է բան, գալիս է ասում է, գիտես, ցավը անցել է, բայց ես ուզում եի պատճառ եմ անգալի, որ գայի մի հատ էլ աղոթեինք իրար հետ, որովհետև այն աղոթքը, որ դու անում ես կամ ինչի մեջ, որ դու կաս, ես ուզում եմ էտի համտեսեմ, իրոք, էտի մեծ բան է, բայց գալիս ենք իրականությանը, որ Աստծո զավակները տենում ես լրիվ սենց ընկճված, կոտրված, փշրված, դեպրեսիաների ու բաների մեջ ու հասկանում ես, չես հասկանում, մի պա գալիս է չես հասկանում, ինչ է կատարվում, բայց երբ որ մենք հիմա սկսենք հեսա փնտրտել, որովհետև ժողովուրդ ջան, շատ կարևոր է Աստծո խոսքը,
քննել, հասկանալ, այնտեղ Տերը ամեն բան ասում է, երբ որ դու հասկանում ես ինչ անդե գրված, դա մեր մասին է գրված ամեն ինչ։ Հենց սկսում ենք հասկանալ, սկսում է մեր կյանքը փոխվել, դա process է։ Որովհետև Տերը իր ժողովրդին, Իսրայել ժողովրդին հանեց Եգիպտոսից, գերությունից, փրկեց, բերեց անապատով անցկացնելու։ Իրանք էլի տրտնջում էին, իրանք ազատեց, իրանք ազատ էին, իրանք էլ գերի չէին, իրանք ծառա չէին, իրանք ոչ մի բան չէին, իրանք պարտականություններ չունեին։ Բայց Տերը ասում էր հավատացեք, որ դուք ազատ եք, բայց իրանք հենց նեղություն էր լինում, ասում էին այնտեղ ավել լավ է, քան ստեղ։ Եկել ենք հաց չկա ուտելու, այնտեղ սոխ ու սխտոր էինք ուտում, եսիմ ինչ էինք ուտում, ու իրանք մտքով իրանք գնում էին այնտեղ։ Քանի որ իրանք այդ նույն պատկերն է, երբ որ Հիսուսը եկավ մեզի ազատեց, ամեն ինչից ազատել է։ Բայց մեր միտքը չի փոխվել։ Մենք մտքով Եգիպտոսում ենք, ժողովուրդ ջան։ Հիսուսն ասում է, ես քեզ ազատել եմ, ես քեզ փրկել եմ։ Դու մեղքեր չունես, մեղքը խաչված է, խաչի վրա, չունես դու մեղք։ Ազատ ես։ Բայց մեր միտքը ասում է, որ չէ, հլը դու մեղքեր ունես, անցյալում գործած, ես բաներն է, չարություն կա, ես կա, ու ամեն անգամ գալիս են քրիստոնյաները, մի անգամից Տերների, իմ անցյալի մեղքերը, անցյալիս մեղքերը ների, Տերն ասում ես ներել եմ, մոռացել եմ, հեռացրել եմ ինձանից, ես չեմ հիշում, դու ես հիշում, ու էլի նորից ու նորից, գիտեք խի, որովհետև եթե գոյություն ունի ճշմարտություն, գոյություն ունի նաև սուտ, ու գիտենք ստերի հայրը ով է, բայց չգիտես թե ինչի, մենք լինելով Աստծո զավակ, ու ավելի շուտ ընկնում ենք ստի հետևից, հետևում ենք ստին, որը որ այս աշխարհն է մեզ ներկայացնում ամեն գեղեցիկ գունավոր ձևերով, բայց ճշմարտությունը, որ Տերն ասում է, ստեղ ամեն ինչ գրված է ու ոչ մեկ, չգիտես խի, փակ է, չի հասկանում ու գնում է ստի հետևից, անտեսանելի, չգրված սուտ, որտեվ չարը ինքը խոսք չունի գրած, Տերը ունի խոսք գրած, ճշմարտություն։ Եկեք բացենք Հովհաննեսի 8:26-ից, սկսենք կարդալ։ Այսօր իմ խոսքը լինելու է հիմնականում բոլոր ամեն ինչը ինչ որ ստեղ կա գրած լինելու է Հովհաննեսի գրքից։ Հովհաննեսի գրքում ինչի է տենց, որովհետև ես սենց հասկացա Հովհաննեսի գրքի մեջ Հիսուս Քրիստոսին է Հովհաննեսը ներկայացնում, որպես Աստծո գառ, Աստծո զավակ, Աստծո որդի նկարագրում է Հիսուս Քրիստոսին ու գրում է ու Հիսուսը ստեղ կյանքի խոսքեր է խոսում։ 26-ից սկսենք կարդալ։ Հիսուսն է ասում. ձեր մասին խոսելու եւ դատելու շատ բան ունեմ, սակայն նա, ով ինձ ուղարկել է, ճշմարիտ է, եւ ինչ որ լսել եմ, նրանից այն եմ խոսում աշխարհում։ Այսինքն ճշմարտությունը, ճշմարիտը դա մեր Աստվածն է, ինքը միակ ճշմարտությունն է ու անփոփոխական է։ Նրանք չհասկացան, որ հոր մասին էր ասում իրենց։ Հիսուսը նրանց ասաց. երբ մարդու որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ, եւ ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինքս իմ հայրն ինձ այլ ինչպես իմ հայրն ինձ սովորեցրեց, այնպես եմ խոսում։ Ով ինձ ուղարկեց, ինձ հետ է, ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է։ Երբ այս խոսքերն ասաց, շատերը հավատացին նրան։ Այսինքն կարելի է ստեից վերցնել, երբ որ մենք խոսքը լսել ենք, շատերս հավատացել ենք իրան։ Այդժամ Հիսուսը իրեն հավատացած հրեաներին ասաց. եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին
իմ ճշմարիտ աշակերտները կլինեք, այսինքն կան սուտ աշակերտներ էլ։ Եթե մենք հավատանք իր խոսքին, իր ճշմարիտ աշակերտ, մենք միշտ պետք է աշակերտ մնանք, ժողովուրդ ջան, որտեղ մենք միշտ սովորում ենք։ Հետո ստեղից ասում են, նրանք պատասխանեցին, մենք Աբրահամի որդիներն ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել։ Դու ինչպես ես ասում, թե ազատ կլինենք։ Հիսուսը նրանց պատասխանեց, ճշմարիտ եմ ասում ձեզ, ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքի ծառա է, իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում, որդին է ընդմիշտ մնում։ Արդ, եթե որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ Փառք Հիսուսին։ Ուստեղ մենք ինչ ենք հասկանում, այս 36-րդ գլուխը, որ ասում է, մենք ստեղից կարանք հասկանանք, որ Հիսուսը մեզ ազատ է արձակել խաչի վրա։ Բայց դրանից առաջ 31-32 ասում է ճանաչեք ճշմարտությունը եւ ձեզ կազատի։ Այսինքն մենք հոգով, երբ որ վերստին ծնվում ենք, մենք ազատ ենք մեղքից, մահից, ամեն ինչից։ Մնում է մենք սկսենք ճշմարտությունը ճանաչել, մեր միտքը փոխվի։ Ու Տերը ստեղ ռեցեպտը տալիս է, ասում է խոսքի մեջ մնացեք, բանալին ստեղ է։ Երբ որ մնում ես խոսքի մեջ, խոսքը ինչ ասում ես, ասում է դու օրհնված ես, դու զավակ ես, դու փրկագնված ես իմ արյունով, դու իմն ես, դու իմ սիրելին ես, ինչքան ասեմ, ամեն բան կա, որ սկսենք կարդալ, մինչև ահա կարդանք։ Բայց բանսարկուն գալիս ասում է, չէ, դու ես սխալն արեցիր, դու սենց արեցիր, դու նենց արեցիր, էսի այդքան էլ տենց չի, հիշում ես, այս բանը արեցիր, այն բանը արեցիր, ու քեզի այդ դրա միջոցով պահում է հետ ճշմարտությունից։ Ու մենք սկսում ենք մեր բոլոր կյանքի ընթացքում տանջվել դրա պատճառով։ Եկեք բացենք Հովհաննեսի էլի 14-րդ գլուխ 6-րդ խոսքը, ստեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսը զորավոր բան ասում, 14-ի 6-ը, Հիսուսը նրանց ասաց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Եթե մենք սկսենք ճանաչել Հիսուսին, ոնց ճանաչենք, խոսքի միջոցով, ինքն է հենց խոսքը, ճանաչենք ճշմարտությունը, ինքն է հենց ճանապարհը ու կունենանք կյանք։ Առանց Հիսուս չկա կյանք, առանց Հիսուս ոչ մեկ չի կարա գնա հավիտենություն դեպի Հայր Աստված։ Ոչ մեկ։ Միակ փրկիչն է ճանապարհն է։ Նույն գլխի Հովհաննես 14-ի 15-ը գնանք, 15-ից 21-ն եմ ուզում կարդամ։ Նայեք Հիսուսը էլի նորից ինչ է ասում։ Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները, և ես հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի։ Նույն բառն է գալիս։ Ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Ես ձեզ որբ չեմ թողնի։ Նայեք ինչ ասում։ Կգամ ձեզ մոտ։ Մի փոքր ժամանակ ևս և աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, դուք նույնպես կենդանի եք լինելու։ Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ հոր մեջ եմ, և դուք իմ մեջ, իսկ ես ձեր մեջ։
Ով ունի իմ պատվիրանները եւ պահում է դրանք, նա է ինձ սիրում, ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ հորից, ես էլ պիտի սիրեմ նրան եւ ինձ պիտի հայտնեմ նրան։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչ ասվում է սրանով, ամեն բան։ Եթե մենք կասկածում ենք կամ զգում ենք, որ Հիսուսը չկա, կամ չենք զգում Հիսուսին, վայ, ես չեմ զգում, այդ զգացմունքը չունեմ, ցած տոկ չի տալիս, կամ ինչ-որ մի բան կապ չունի, դու ինչ ես զգում, հավատքը զգալով չի, հավատքը հոգով է։ Ու դա Սուրբ Հոգին է մեզ տանում ու սովորեցնում, որ Հիսուսը հոր մեջ է, Հայրը Հիսուսի մեջ, ու Հիսուսն էլ մեր մեջ, մենք էլ Հիսուսի մեջ, ու ոնց կարա ինչ-որ մի բան մեզի խանգարի կամ վախեցնի կամ վնասի, անհնար է։ Երբ որ մենք այսքանը սկսենք գիտակցել, ամեն օր խորհենք, այս ինչ ասում Տերը, ճշմարտության հոգին կգա ձեր մեջ կբնակվի, եկել է Սուրբ Հոգին, երբ որ մենք ընդունում ենք Տիրոջը, Սուրբ Հոգին գալիս է մեր մեջ, բնակվում է, ու ինքը մեր մեջ ասում է, ես ձեզ ворբ չեմ թողնի, չեմ լքի, հավիտյան չեմ գնա, ես ձեր հետ եմ, ձեր մեջ եմ, հավատացեք։ Իսկ մենք ինչ ենք անում, հավատում ենք ստերին, ու գիտակցաբար չենք անում, գնում ենք ոչ գիտակցաբար այդ ամեն ինչի մեջ, եկեք բացենք Հովհաննեսի էլի 16-ի 13-14-ը, նայեք ստեղ ինչ ասում, սակայն երբ նա ճշմարտության հոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որտև ինքն իրենից չի խոսի, այլ կասի ինչ որ լսի, եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ, նա ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։ Փառքը շատ Հիսուս, իրոք, երբ որ էսի սկսում ենք հասկանալ, պետք չի մենք ուրիշ բաների վրա կենտրոնանանք, գիտեք, մարմինը տկար է, մարմինը ուրիշ բաներ է ուզում, մարմինը զգացմունքներ ունի, բաներ է տենում, վրդովում, նեղանում, նախանձում, խանդում, ցավեր ունի, տկարություններ ունի, բայց Տերն ասում է, ճշմարտությունը գիտեք որն է, որ ես ձեզ ազատել եմ այդ ամեն ինչից։ Մի հատ օրինակ բերեմ, ասենք, ինչ-որ մեկի մոտ, ես վերջես էլի շուշուտ էի լսում, ստե մի հատ սենց ուռած բան է առաջանում, սենց ձերա տալիս, վայ քո արա, ես ինչ ուռած բան է, եսի լուրջ թեմա է, հիմա սա աշխարհում խոսում են գոյություն ունի մի հատ վատ հիվանդություն, սենց մի հատ նայում ես ուռածը, հա ցավերա բան, բայց դա ճշմարտությունը չի։ Դա փաստ է, որ կա, բայց ճշմարտությունը մեզ ուրիշ բան է սովորացնում։ Ճշմարտությունը մեզ ասում է դուք Հիսուս Քրիստոսի վերքերի զորությամբ բժշկված եք։ Ինչ ենք անում։ Ինչ ուզում է լինի։ Ես սրան չեմ նայելու հավատամ։ Իմ Տերն ասել է, ես բժշկված եմ, ուրեմն ես բժշկված եմ։ Եթե ես այդ ձևի հավատամ, այս բանը ինձ չի կարա սպանի, որովհետև ես հավատում եմ Տիրոջը։ Իսկ եթե ես հավատամ այս բանին ու տեղիք տամ այս բանը ինձ կսպանի, որովհետև ես հավատացի սրան, ոչ թե ճշմարտությանը։ Եկեք նայենք ճշմարտությանը, իրական հոգու աշկերով։ Ու հասկանանք, որ Տերը մեզ իրոք ազատել է ամեն ինչից։ Երբ որ դու հասկանում ես, դու որդի ես, Աստծո որդի ես, Աստծո զավակ ես, իրականապես, ու դու մի պասն սառում ես, գալիս է Հայր Աստծո երկյուղը քո մեջ, այդ դրա պակասը շատ ունենք, չենք հասկանում։ Երբ որ գալիս է Հայր Աստծո երկյուղը քո մեջ, քո համար ամոթ է, որ ինչ-որ մի սխալ բան անես, կամ անհավատության մեջ գնաս, հավատաս ստին, որովհետև քեզի արժանի չի, արժան բան չի էդի,
Էդի տիրոջը փառք չի բերում, որտեվ դու զավակ ես իրոք։ Այս ամենը, որ ես սկսեցի վերապրել իրոք, որ անցնում էի այս դժվար պահերով, տկարություններով, ցավերով, մտքերով, ամեն ինչով։ Գիտեք, որ մեր զգացմունքները ահավոր ազդում է մեր մարմնի վրա։ Մենք մեր զգացմունքներով սպանում ենք մենք մարմնին։ Դրա համար ասում եմ ունեցեք ուրախ սիրտ, որովհետև ուրախ սիրտը դեղ է մեր մարմնի համար։ Ամենաուժեղ դեղն է, չկա տես դեղը աշխարհի վրա։ Չարը միշտ մեր ուրախություն ուզում է գողանա, որ դեղ չլինի մեր կյանքին, որ լինի միայն հիվանդություն, տառապանք, ցավ, ամեն ինչ, բացի ուրախությունից։ Դրա համար Աստվածաշունչն ասում է ուրախացեք ամեն բանի մեջ։ Մեկ որ հոգով չես նայում, ասում ես ո՞նց է հնարավոր ուրախանալ, գժի տեղեք դրա հիմա ես վիճակից դու ասում ես ուրախացի, բայց երբ որ սկսում ես այս տողերը կարդալ, ասում ես ինձ ինչ կարա, ինչ որ մի բան, ինչ կարա բան ինձի վնասի, եթե ես Տիրոջ մեջ եմ։ Մեկ գիտեք, կարելի է մտածել ինչի համար ես հիմա շատ եմ տանջվում, մտածում եմ ոնց անեմ, փրկեմ էսի, ինչ ուզում է թողնի։ Որտեվ Հիսուսն է մեր կյանքի Տերը ու Փրկիչը։ Մեզ ինչ է թվում, Հիսուսը պետք է sense թողի, որ գնա, հա? Ասում է դու լավ գիտես, դու ես փորձում, դե արա։ Արա։ Տենում ենք չի ստացվում, հետո նոր վերջում գալիս ենք Տերների, Տեր, սենց, Տեր, նենց, բայց երբ որ մի անգամից հասկանում ես, ասում ես, ինձ չի կարա ոչի բան լինի։ Ինչ էլ որ լինի, ես Տիրոջ հետ եմ։ Գիտեք երանելի բանը որն է, մենք վախում ենք, որտեղ Հիսուսն ասեց, ով որ փորձի իր կյանքը փրկի, կկորցնի։ Իսկ ով որ կորցնի իմ համար, կգտնի։ Մենք ուզում ենք մեր կյանքը փրկենք։ Իսկ Հիսուսը հակառակն է ասում։ Գիտեք ոնց ենք ուզում փրկենք։ Ուզում ենք մենք հոգ ստանենք, մենք ուզում ենք լավ երևանք, սուրբ երևանք։ Իսկ երբ որ դու աղբորդ քրոջդ ես բարձրացնում, աղբերս արծումը հելում ստեղ խոսքա խոսում, մուշեղը մնացած աղբեր քույրերը ու միացած գերբնական Աստծո դրսևորում է ստելնում։ Մեկ էլ կարա նախանց գա։ Բայց այսքան տարի ես sense ծառայում եմ, իմ ծառայելուց ես բան չեղավ, իրանց եղավ, նախանձը սկսեց շարժվել։ Այդ ժամանակ երբ որ գալիս ես ասում ես փառքը շատ Տեր, փաթաթվում ես աղբորդ քրոջդ, ասում ես օրհնում եմ քեզ, այս ինչ լավ որ ունեցանք, այդ վաղ դու քո անձը ուրացար։ Ու մենք ամեն օր մեր անձը պետքա ուրանանք, մեր խաչը վերցնենք, գնանք մեր Տիրոջ հետևից։ Ամեն օր։ Որտեվ ամեն օր մեզ թվում է մենք արդեն հրեշտակի թևեր ունենք, ամպերի մեջով ենք քայլում, մեկ էլ միացած թեթև ստից մի հատ զգացմունք, ստից, հետի դառնում է մի հատ մեծ պրոբլեմ քո մեջ, ու դու ընկնում ես, էլի հեռանում ես ճշմարտությունից, միջև հասկանում ես արդեն ճշմարտությունը չկա էլ, քո մեջ սուտն է, Հովանեսի 18:37 եկեք նայենք Տերը ինչ ասում։ Արդ Պիղատոսը նրան ասաց. Ուրեմն դու թագավոր ես։ Հիսուսը պատասխանեց. Դու ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկել է ժողովուրդ ջան, որ մեզ ասի գոյություն ունի Հայր Աստված, ճշմարիտ Աստված, ամենահզոր, սիրող, փայփայող, ամենը օրհնություններ տվող, որը որ սկզբից կար Ադամի հետ միասին, բայց դարեր շարունակ չարը փորձել է միշտ խանգարի, խափի ու իր Աստծո զավակներին պահի միշտ վախերի ու խաբկանքի մեջ, որպեսզի որ գնան ու կործանվեն։ Բայց այսօր եկել է ժամանակը, որ Տերը ճշմարտությունն է ուզում իմանանք, ու մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը, մենք պետք է Հիսուսին ավելի մոտիկից ճանաչենք։ Հովհաննեսի 16 գնանք նորից, չէ, կներեք, Հովհաննեսի 8-ը, ներողություն եմ խնդրում, Հովհաննեսի 8, 44-45 խոսքերը։ Նայեք Հիսուսը ինչ է ասում։ Այն մարդկանց, որ իրանք մտածում էին, որ Աբրահամի որդիներն են, իրանք փրկված են, օրհնված են, ամեն օրհնությունները ունեն։ Հիսուսն ասում է մենակ ինձանով է, Աբրահամը կերազեր, որ ինձ իտենար։ Մենակ ինձանով է։ Ու նայեք ինչ ասում։ Ձեր ունեցած հայրը սատանան է, եւ ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետեւ ստախոս է եւ կեղծիքի հայրը, սակայն ես որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։ Նայեք ժողովուրդ ջան, այսօր Հիսուսը մեզ ինչ ասում։ Ամենասկզբից Սատանան, կեղծիքի հայրը, խաբեբան, եկել է ու նրան ենք հավատում, բայց Հիսուսը մեզ ճշմարտությունն է եկել ասում 2025 տարի առաջ, ու մենք չենք հասկանում, չենք հավատում, չենք ըմբռնում, ինչի, որովհետև իրական Հիսուսին, երբ որ մոտիկանում ենք, այդ վաղտ ենք ճանաչում, ոնց իր խոսքի միջոցով Տերն ասեց։ Ընդ ամեն բան պարզ գրված է։ Այս ամենը որ կարդում էի, հասկանում ես, թե դու ով ես Տիրոջ մեջ, ինքը ինչ է արել քո համար։ Մենք հոգով, երբ որ վերստին ծնվում ենք, առաջի օրը, երբ որ Հիսուսին Տեր ու Փրկիչ ենք ընդունում, մենք լիարժեք ենք։ Լիարժեք։ Այս վերջերս մեկ այդ խոսում ասում եմ, հավատում ես, որ դու քո հոգին, Աստծո հոգին, Հիսուսը մեկ եք, նույնն եք։ Ասում ես ինչ ես խոսում ախպեր, ես սուր, Հիսուսն ուր, Հիսուսը Աստված, բեր ինձի համատում ես Աստծո հետ, բան։ Էդի մարդկային մարմնական մտածելակերպ է։ Մենք չենք խոսում, ստե ինչ գրված է, հոգևոր է գրված։ Մենք մեր հոգևոր մարդուն պետք է նայենք։ Եթե մենք ուզում ենք մեր մարմնին տեսնենք, գնում ենք հայլու մեջ նայում ենք, մեր մարմնին տեսնում ենք։ Եթե ուզում ենք մեր մտքերը, զգացմունքները իմանանք, դու խոսքով զգացմունքները կարող ես արտահայտես։ Բայց ոնց կարանք մենք մեր հոգևոր մարդուն տեսնենք Սուրբ գրքի մեջ։ Մեր հոգևոր հայլին դա է։ Բացենք Սուրբ գիրքը, ասում է Պետրոսը Հիսուսի հետ գնաց, քո անունը դի Պետրոսի տեղը։ Ասա ես Հիսուսի հետ գնացի, Հիսուսը քայլում էր, ես էլ ետևից։ Որովհետև Հիսուսի հետ մենք մեկ ենք, ինչ Հիսուսը ունի, մենք էլ ունենք։ Ու երբ որ դա սկսում ես հասկանալ, լրիվ ուրիշ աշխարհ է քո համար բացվում։ Ես տեսնում եմ մի հատ, ասենք, տկար մարդու կամ հիվանդ մարդու, ես չեմ կարող անտարբեր անցնել։ Պետք է մոտիկանամ, ասեմ Հիսուսը քեզ սիրում է, ինչով կարամ օգնեմ։ Մի հատ աղոթեմ քո համար։ Ասում եմ, որ լավ, որ աղոթես ինչ կլինի, ասում աղոթեմ կբժշկվես, ասում եմ ոնց, ասում իմ Տերն ասել է գնացեք, ձեռքերները դրեք, բժշկեք, ես այդ հավատքով գալիս եմ, ձեռքս դնում եմ ու բժշկում եմ Հիսուսի անունով, ու
Կատարվում է, ժողովուրդ ջան։ Գործում է։ Իրական է այդ ամենը։ Հիսուսը 3 այսօր եւ հավիտյան նույնն է։ Ինքը արել է ամեն բան, ասում է գնացեք հիմա դուք արեք։ Գալիս ենք Տեր, խնդրում եմ բժշկի, Տեր ողորմա, Տեր բժշկի, Տերն ասում է ձեզ տվել եմ իշխանություն, խոսքի իշխանություն։ Գնացեք, բժշկեք, իմ անունից ինչ խնդրեք ձեզ կտրվի։ Բայց երբ որ խնդրեք, չկասկածեք։ Ես սկզբից աղոթում եի, մեկը նայում էի, փոփոխություն չկա, ասում էի, ասում եմ, բան չեմ զգում։ Հաջորդ օրը, ինչ եղավ։ Ես իմ նույնն է էլի ոնց որ բան։ Հիմա որ աղոթում եմ, ասեմ ինձ չի հետաքրքրում դու ոնց ես զգում քեզ։ Ինձ գալիս ասում է, գիտես, էլի ցավը կասում, ես քո համար էլ չեմ աղոթի, որովհետև Տիրոջ խոսքը ես հավատքով ասել եմ ու ես հավատում եմ, որ Տերը քեզ բժշկել է։ Եթե ես սկսեմ կասկածել, ոչ մի բան չի լինի։ Ուշեղ ջան։ Եկեք չկասկածենք։ Հավատք էլ ո՞նց է լինում։ Ասեմ, հետո եթամելի հետևից նորից ասեմ։ Աստծո մեծ ծառայողներից մեկը պատմում է, ասում է, սենց բերեցին շարժասայլակով մեկին կանգնացին դեմս, ասում մոտիկացա սիրտս ցավում է, չեմ կարում այնց անեմ, արագ վերջացնեմ ծառայություն, մոտիկանամ աղոթեմ, մոտիկացասի Հիսուսի անունից վեր կաց ինձ հիմա։ Ասում է հելավ սենց հազիվ կանգնավ, ասում է թողեցի, ասի դու բժշկված ես Հիսուսի անունից, ասում է բերնի վրա անգավ գետնին։ Չէ, դի չարեց, հենց էտա որ աներ լավ կլներ։ Ասում է մոտիկացա, փաթաթվեցի, սկսեցի լացել հետը, վա իշքան վատ է քո վիճակը, ցավալի է, խնդրում եմ, վեր կաց, բան, ասում է, հանինք դրինք շարժասայլակին, տարա շարժասայլակով։ Ասում է գնացի մի հատ ուժեղ մեծ ծառայության ավելի։ Ասում է մի հատ զորավոր Աստծո ծառայող, ասես քայլում է, ասում է, վեր կաց քայլի Հիսուսի անունից, ու ասես գնում է։ Ու ասում է ինքը գնում, ֆռում է, ասես գալիս է եկել դրանք հերթով հելնում են։ Ասում եմ մոտիկացա ասի, այդ ո՞նց ես անում, այն օրը մեկին արին գա բենի վրա, հետո եկա լացեցի, գրկեց։ Ասում է խղճացի, չէ, վախեցար խիչ եղավ։ Ասում է, հա, ասում է ես որ աղոթում եմ չեմ մտածում, որովհետև, գիտեք խի, անողը մենք չենք։ Եթե անողը մենք լինենք, մենք կգայինք կհանենք։ Տերն ասում է միայն խոսքը հռչակեք։ Մնացածը ես եմ անողը։ Հիմա եթե ասում Հիսուս ջան, էսի տալիս եմ քեզ, վերջ տվեցի, ես էլ հեռախոս չունեմ։ Հետո գալիս եմ ասում մի հատ կտաս հեռախոսս։ Հեռախոսս։ Էդի քո հեռախոսը էլ չի տվել է սիրան։ Ինչ որ տալիս ենք Տիրոջը իրոք, ինչ որ հանձնում ենք Տիրոջը, ինչ որ Տիրոջ անունից հռչակում ենք, ասում է մի կասկածեք ու կկատարվի ձեզ։ Ու ասում է հետո այդ մարդուն էլի բերեցին, ես նույնը արեցի ու ոչ մի փոփոխություն չտեսա։ Բայց ես թողեցի գնացի, էլ չխղճացի։ Ասում է անցավ մի ամիս, բեմի վրա քարոզում եմ, ասում է այդ մարդը վազելով եկավ, թռավ բեմին կանգնեց, ասեց հիշում ես ինձի։ Ժողովուրդ ջան, գործում է այդ ամենը։ Տերը ուզում է հավատք ունենանք։ Եկեք մի երկու բան էլ այստեղ գրել եմ ասեմ ու մեր ծառայությունը վերջացնենք։ Կան մի 4 կետեր եմ նշել, որ մեզի պահում է այդ ամեն ինչից հետ, այդ ճշմարտությունից, ամեն ինչից։ Գոյություն ունի մի հատ sense հասկացողություն, վախ, որը որ չարի զորավոր գործիքն է, ու ցավոք սրտի շատերի մոտ գործում է ուժեղ ձևի այդ ամենը։ Վախ երեխաների հետ կապված, վախ ֆինանսների հետ կապված, վախ հիվանդության հետ կապված, ու սենց կարանք թվարկենք, վախ վաղվա օրվա համար, որ Տերն ասում է հոգս մի տարեք,
Վախ էս ինչի համար։ Քանի մենք այդ վախը ունենք, այդ բաները մի քիչ դժվար է հասկանանք ու գործի մեր կյանքում ճշմարտությունը։ Երկրորդ կետը գրել եմ նախանձ։ Մեզ թվում է հələ վախերից ազատենք, բայց նախանձ, դե նախանձը ո՞րն է։ Հիմա որ նախանձը բացենք, էլի թվարկենք այնքան բաներ կա, բայց բոլորս գիտենք նախանձը ո՞րն է։ Որ նախանձում ենք։ Նախանձում ենք մենք մեզ, հարազատներին, մյուսներին նախանձ։ Մի հատ ուժեղ զենք էլ ունի։ Անցյալի մեղքերի զգացմունքը։ Միջև Հիսուսին գալը ապաշխարելը, ժողովուրդ ջան, ունեցել ենք բոլորս էլ սխալներ, մեղքեր, լուրջ արած գործեր, մեղքեր մեր կյանքում։ Բայց Հիսուսն ասում է, ես այդ ամենը խաչի վրա սպանել եմ, վերցրել եմ իմ վրա ու սպանել եմ։ Բայց չգիտես թե ինչի, մենք ասում ենք, ես ասում եմ, որ 15 տարեկան էի, ես ինչ բան արեցի, կներես Տեր, կներես, որ այդ լուրջ սխալն արել եմ, միջև հիմա ցավ է պատճառում։ Եթե այդ զգացմունքները ունես, դու լը չես հանձնի այդ Տիրոջի, դու չես ազատվի այդ ամեն ինչից։ Իսկ եթե դու դա մոռացել ես, Տերը քեզից շուտ է մոռացի ավելի։ Ու չի հիշում։ Եվ չորրորդը, էսի մի քիչ դժվար բան է, չներելն է։ Չներել։ Ասում ես Հիսուսի մեջ քուր ու աղբեր եք, բան, սենց խոսակցություն է եղել։ Ասում ես իրան ներել եմ, աղոթում եմ իր համար ամեն օր թողել եմ։ Ասում դե մի հատ գրկվեք, գրկեք իրար, միաբանվեք, ասում չէ, ես հələ պատրաստ չեմ։ Ասում ես, բա որ ներել ես։ Ինչի պատրաստ չես, ինչին պատրաստ չես։ Ասում ես ներել ես, ասում հա, ներել եմ։ Ներել եմ ու աղոթում եմ, օրհնում եմ իրան ամեն օր։ Բա որ իրան տենում ես ինչ ես անում, բարևում եմ, անցնում եմ։ Հա, իրականում երեսը չեմ ուզում տենամ։ Ժողովուրդ ջան, այս կետերը որ ասեցի, էսի լուրջ թեմա է։ Ու եթե սրա մեջ մենք մեզի գտնում ենք, տենում ենք, բոլորս կարանք քննենք մեզ։ Եթե մենք մեզ սրա մեջ տենում ենք, ուրեմն Տերը չի գործի։ Որտեղ մենք հակառակ ենք գնում Տիրոջ ասածին։ Գիտեք խի, որտեղ այս կետերը ճշմարտությունը չի։ Էսի սուտն է։ Մենք կարանք մի բանի հավատանք, կամ ստին, կամ ճշմարտությանը։ Եթե մենք հավատացինք այս ստերին, ուրեմն ճշմարտության մեջ չենք։ Վախի մասին ասում է Առաջի Հովհաննեսի 4:18-ն է, ասում է կատարյալ սիրո մեջ վախ չկա։ Ով որ վախում է, սիրո մեջ կատարյալ չի։ Եթե մենք վախում ենք ինչ-որ մի բանից, ուրեմն մենք կատարյալ Հիսուսի մեջ չենք։ Իհարկե, դժվար է, process-ը մենք անցնում ենք։ Բայց մենք գիտեք, Տերը ամենամեծ գործը արել է, մեզի մեղքից մահից ազատել է։ Ես անցած անգամ էլ ասացի, որ փղին փոքր ժամանակ, որ իրան պարապացնում են, որ գազանանոցում, ցիրկերում, գազանանոցում հիմնական, որ ինքը իր տեղից հեռու չգնա, ինքը փոքր վախտանից մի հատ փոքր բարակ պարանով ոտից կապում են, գետնին մի հատ երկաթա խփած, դրանից կապված է, ինքը ամեն անգամ հենց ուզում է հեռվանա, ձգում է այդ պարանը, իրան ինքը հետ է գալի, ինքը գիտի, որ դրանից ավել չի կարա գնա։ Հետո փիղը մեծանում է, դառնում է 40 տոննայանոց փիղ։ Ու այդ պարանը չկա, ոչ էլ շղթա կա, որտեղ ոչ իման չի կարա փղին պահի, ինքը կպոկի կտանի ամեն ինչ, նենց ուժ ունի։ Բայց փիղը իր մեջ մտածում է, որ պարանը հələ կա, իր սահմանը էս է։ Այսօր այդ փղի պատմությունն է։ Մենք գիտենք, որ էս է,
Բայց Տերն ասում է, ես ձեզ խաչի վրա ազատել եմ այդ պարանից։ Ձեր սահմանը էսի չի, անվերջ է, հավիտյան է ձեր սահմանները։ Գնացեք եւ ազատ եղեք։ Եթե մենք մեր միտքը չփոխենք, ո՞նց փոխենք մեր միտքը։ Կարդանք, խորենք, Տեր ինչ ես ասում։ Գործում վау։ Տեր իրոք ես ազատ եմ, ես ոչ մի բանի խնդրեմ չունեմ, ես ազատված եմ։ Բայց մենք ունենք մի քանի պայմաններ, Տերը մեր տեղը չի գալու անի, այդ զորավոր կապանքից մեզ ազատել է ինքը։ Բայց ասում է աշխատանք տար քո վրա։ Հիմա ես աշխատանք եմ տանում իմ վրա, առավոտից իրիկուն։ Ասենք մեքենա ես քշում, այն ժամանակ գալիս է մեկը սխալ բաներ անում, կտրում էր, անցնում էր, ապուշի, հիմա ինձ ասում եմ, Տերը օրհնի քեզ, օրհնում եմ քեզ։ Ու ես աշխատում եմ իմ վրա։ Կամ էլ եթե չեմ հասցնում ստոպ անեմ, բենիցս թռնում, հա, տնեցքի հետ ենք, Արմինեն, Վալենտինան, հոպ, էս ինչ ասեցիր։ Օրհնում եմ, ես իր հետ չէ, ես պրոստը վարեր ասեցի կարես։ Մենք պետք է բաց թողնենք այս ամեն ինչը։ Եթե բաց չթողնենք, Տերը չի կարա գործի, ժողովուրդ ջան։ Պետք է դրա համար մենք ունենանք անձնական կապ Հիսուսի հետ, որպես մեր Տեր եւ Փրկիչ։ Կխնդրեի, որ փառաբանության թիմը գա, եթե կարելի է։ Որ Սուրբ Հոգին քո մեջ է։ Էդի մենք գիտեք, այս կետերը, որ ասում եմ, եկեք այս կետերի վրա խորհենք մի քիչ։ Անձնական կապ Հիսուսի հետ, հարց տանք մեզ, ունենք անձնական կապ Հիսուսի հետ, ու ընդունում ենք իրան որպես մեր Տեր եւ Փրկիչ։ Ու մեզի հարց տանք, որովհետեւ Սուրբ Գիրքը նոր ասեց, Սուրբ Հոգին գալիս է ու հաստատ ձեր մեջ է։ Պրոբլեմը այն է, որ շատ վաղ կասկածում ենք, մեր մեջ է թե չէ։ Որ Սուրբ Հոգին քո մեջ է։ Այդ հարցը վերջնականապես լուծես քո մեջ, որ դա ճշմարտությունն է։ Երրորդը, որ ես երեխա եմ Աստծո, զավակ եմ։ Ով ինչ ուզում ասի, ես զավակ եմ, ես երեխա եմ։ Եվ ստեղծենք կապ Սուրբ Հոգու հետ շփվելու։ Եթե այս բաները մենք փորձենք անել, Սուրբ Հոգու հետ հաղորդակցվել, իրոք մեր կյանքը լրիվ կփոխվի։ Ու մենք խնդրողից տվող կդառնանք։ Որ գնանք ասենք net խնդրում եմ աղոթի իմ համար, մենք կգնանք բոլորի համար կաղոթենք։ Որովհետև շատ կարևոր է, երբ որ դու հասկանում ես քո ինքնությունը, արդեն հասունացել ես։ Չգիտեմ, ուրիշ ձև ես նայում ես կյանքին։ Լրիվ ուրիշ ձև։ Տերը օրհնի ժողովուրդ ջան, փառք Հիսուսին, ամեն փառքերը Հիսուսին։